ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդի ճակատագրի հարցը Իսրայելն է որոշում, սակայն Վաշինգտոնն ինքը երբեք չի ձգտում իրանական ռեժիմի փոփոխության։ ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Թրամփը մայիսին եկել է այն եզրակացության, որ Իրանի հետ բանակցությունները ոչ միտեղ չեն տանում եւ հրապարակավ վերջնագրեր չի ուղարկել։ Վենսի խոսքով ԱՄՆ-ն շահագրգռված չէ ցամաքային ուժեր ուղարկել Իրան, ինչպես նաեւ ձգձգված հակամարտություն ունենալ այդ երկրի հետ։ Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել փակել Հորմուզի նեղուցը, վերջնական որոշումը պետք է հաստատի Իրանի ազգային անվտանգության խորհուրդը, հայտնել են խորհրդարանում։ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ կփակվի, եթե Իրանի ինքնիշխանության դեմ ագրեսիան շարունակվի, հայտարարել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին։ Իր հերթին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Շարիաթ Մադարին ընդգծել է, որ Թեհրանը պետք է որքան հնարավոր է շուտ փակի նեղուցը ամերիկյան, բրիտանական, գերմանական եւ ֆրանսիական նավագնացության համար։ Հորմուզի նեղուցը միացնում է Պարսից եւ Օմանի ծոցերը, հյուսիսում գտնվում է Իրանը, հարավում Օմանը եւ Ամեն։ Իրանի ագնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը հասցված հարվածների շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ, որի ընթացքում կոչ է արել վերադառնալ դիվանագիտական դաշտ։ Փեզեշքյանն ասել է, որ Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է, որ բանակցությունների սեղանի շուրջ ԱՄՆ-ն այլ բան էր ասում, սակայն գործնականում այլ կերպ վարվեց եւ հարձակվեց Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ աշխարհի ոչ մի երկիր չի կարող անել այն, ինչ ԱՄՆ-ն արեց Իրանի միջուկային օբյեկտների հետ։ Նեթանյահուն կարծիք է հայտնել, որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածը կփոխի պատմությունը եւ շնորհակալություն հայտնել Թրամփին որոշման համար։ Իսրայելի վարչապետը դիմելով ժողովրդին ասել է, որ Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացնելու իր խոստումը կատարված է։ Նեթանյահուն նշել է, որ Իրանի միջուկային ծրագրերը սպառնում էին հրեական պետության գոյությանը եւ վտանգում ամբողջ աշխարհը։